Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես մեզանում տարածված է մի մոտեցում, որ մենք անպայման պետք է բարձրագույն հարգանքի արժանացնենք, ակնածենք ինչ-ինչ մարդկանցից, որոնք ունեն որոշակի կոչումներ կամ որոնք զբաղված են որոշակի աշխատանքով։ Նման մարդկանց շարքին են դասվում օրինակ հոգևորականները եւ ուսուցիչները անպայման բոլորիս ներարկում են այն միտքը, որ մենք պարտադիր պետք է ակնածենք հոգևորականներից, պարտադիր պետք է մեծագույն հարգանքի արժանացնենք ուսուցիչներին, անկախ նրանց քաղաքացիական դրսևորումներից եւ անկախ նրանց գործունեության ընթացքից։ Սովորաբար մարդուն հարգում են, մարդուց ակնածում են ոչ թե նրա աշխատանքի կամ նրա կոչման համար, այլ թե ինչպիսի վարք է նա դրսևորում քաղաքացիական կյանքում եւ իր օրինակով, ինչպիսի ավելի շուտ իր կեցվածքով, ինչպիսի օրինակ է ծառայում, ենթադրենք հոգևորականը իր հոտին, ուսուցիչը մանկավարժներին։ Բնականաբար միայն այդ վարքագծից եւ օրինակ ծառայելու դրսևորումից հետո մենք կարող ենք եզրահանգել արդյոք այդ մարդը արժանի է այն հարգանքին, որը մենք պետք է մատուցենք նրան, թե ոչ։ Հակառակ դեպքում հոգևորականը կմնա ընդամենը հոգևորական իր նեղ ծառայության շրջանակներում, ուսուցիչը մանկավարժից կվերածվի ընդամենը դասատուի, որը պարզապես առարկան է դասավանդում աշակերտներին, սակայն նրանց դաստիարակության վրա որևէ հետագիծ չի ունենում։ Կան ուսուցիչներ, որ Աստված մի արասցե, եթե նրանք ունենան այդ հետագիծը։ Սակայն խոսենք առարկայորեն, որպեսզի մեր զրույցը չվերածվի, այսպես ասած, փիլիսոփայական ինչ-որ քննարկումների։ Խոսենք առարկայականորեն եւ տանք հստակ անուններ։ Եվ այսպես օրերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Էստոնիա։ Մի կողմ թողնենք նրա հանդիպումները էստոնական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այլ անդրադառնանք նրա հանդիպմանը հայ համայնքի եւ հատկապես Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի կողմից այդպես մեծ շուքով նրան դիմավորելուն։ Arczepiskoposը ոչ միայն մեծարանքի արժանացրեց Նիկոլ Փաշինյանին, ոչ միայն մեծ շուքով դիմավորեց Նիկոլ Փաշինյանին, այլ արժանացրեց գովեստների մի հսկայական չափաբաժնի։ Հետաքրքիր է, այդ ինչի համար էր arczepiskoposը այդ աստիճան գովերքում Նիկոլ Փաշինյանին եւ այդ ինչու համար էր arczepiskoposը իր այդ մեծարանքով ստորանում մի վարչապետի առաջ, որի կառավարությունը նախ հայտնի է իր աթեիստական գերակշռող մոտեցումներով, բացի այդ, որը հայտնի է իր կառավարության կողմից եկեղեցու նկատմամբ լայնամասշտաբ հարձակումներով եւ մի կառավարության, որը պատճառն է մեր ազգային աղետների ու ողբերգության։ Հարգարժան arczepiskopos Նիկոլ Փաշինյանին մեծարանքի է իր արժանացնում Արցախը Ադրբեջանին հանձնելու 5000 կորուստներ ունենալու, Հայաստանը մասնատելու եւ Ադրբեջանին նվիրաբերելու համար, թե Նիկոլ Փաշինյանին մեծարանքի է իր արժանացնում մեր ազգային արժեքները ոտնահարելու, մեր պատմությունը ոտնահարելու եւ առհասարակ մեր ինքնասիրությունը թուրք-ադրբեջանական զոհասեղանին դնելու առաջ։ Կարծում եմ ինքդ լավ պետք է տեղյակ լինես, որ հենց այդ նույն Նիկոլ Փաշինյանն էր, որ հարձակում գործեց հայ առաքելական եկեղեցու վրա։ Ի դեպ շեշտենք, որ Նիկոլ Փաշինյանից առաջ Հայաստանի Հանրապետության եւ ոչ մի ղեկավար, նույնիսկ եթե մի փոքր հետ գնանք եւ այն վաղ կոմունիստական շրջանից անցում կատարենք
դեպի ավելի մեր օրեր, ապա նույնիսկ խորհրդային միության ղեկավարներից եւ ոչ ոք անհարգալից արտահայտություն, անհարգալից պահվածք, անհարգալից դրսևորում իրեն թույլ չի տվել հայ առաքելական եկեղեցու եւ հայ հոգեվորականների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը այդ գործում նույնպես ծիծեռնակն է, ինչպես Նիկոլ Փաշինյանը ծիծեռնակն է Հայաստանի ազգային շահերը ադրբեջանական շահերին ստորադասելուն, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը ծիծեռնակն է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելու, հայ հոգեվորականներին վիրավորելու, անպատվելու եւ ստորադասելու գործում։ Եվ դու հարգարժան սրբազան նման ղեկավարի մեծարում ես եւ նման ղեկավարին արժանացնում ես գովեստների, ել չասած, որ դու եկեղեցու դռները բացում ես աթեիստների առաջ։ Մի կողմ թողնենք, որ աթեիստը որքան էլ որ տեղ գրավի պաշտոնական պատվիրակության կազմում, պետք է այնքան իրեն բարոյապես բարձր պահի, որ ոտք չդնի եկեղեցի, երբ որ նա բացի աթեիստ լինելուց նաեւ բացահայտորեն հարձակվում է հոգևոր արժեքների վրա, դու ինքդ պետք է նման մարդկանց մուտքը արգելեիր։ Հիմա հարց է առաջանում, եթե հոգևորականը չի հասկանում իր կոչումի բարձրությունը, եթե հոգևորականը գրկաբաց ընդունում է ոչ միայն աթեիստներին, այլև ազգակործան պատուհասներին, ապա ինչու մենք պետք է ակնածենք նման հոգևորականների առաջ։ Այդ որ օրենքում է գրված, որ մենք որևէ իրավունք չունենք քննադատական խոսք ասել հայ առաքելական եկեղեցու այն հոգևոր ծառայողի հասցեին, որը ինքը առաջին հերթին բարձր չի պահում ազգային արժեքները եւ չի լինում առաջնորդը այդ ազգային արժեքները ոտնահարողին վռնդելուն եւ մեր ներողություն եւ մեր ինքնասիրությունը վերականգնելուն։ Բնականաբար, եթե նա խոսքս տվյալ հոգևորականի մասին է, եթե նա չի հարգում իր ժողովրդին, չի հարգում իր հոտը, չի հարգում իր պետությունը, չի հարգում ազգային արժեքները, նա որևէ հարգանքի ակնկալիք չպետք է ունենա նաև ժողովրդից։ Իսկ հիմա անդրադառնանք ուսուցիչներին։ Գիտեք ինչ, առհասարակ օրենքով արգելված է երեխաներին օգտագործել քաղաքական գովազդում, սակայն շատ հաճախ օրենքը անզոր է լինում կարգավորել բոլոր երևույթները։ Եվ հենց այստեղ է, որ օգնության է գալիս անձի բարոյական բարձր նկարագիրը, եւ միայն բարոյական բարձր նկարագրով անձն է ունակ լրացնելու օրենքի բացերը։ Ենթադրենք, երբ որ որևէ պաշտոնյա ինչ որ աշխատանքային այցով գնում է որևէ բնակավայր, ընդունված է, որ մեծամասամբ այդ պաշտոնյային դիմավորելու են բերում նաև երեխաներին, եթե իհարկե աշխատանքային այցով պաշտոնյան չի գնացել դպրոց, սա իհարկե բացառություն է։ Եվ տվյալ բնակավայրի պատասխանատուները, տվյալ բնակավայրի պաշտոնյաները այդ այցելության եկած պաշտոնյային քծնանքով դիմավորելու իրենց զազրելի գործընթացում ներգրավում են նաև երեխաներին եւ շատ հաճախ հենց ուսուցիչների ղեկավարմամբ։ Իհարկե, նման երևույթները պետք է միանշանակ արժանանան պարսավանքի եւ այդ բնակավայր գնաց ցած պաշտոնյան առաջին հերթին ինքը պետք է կանխի քծնանքի այդ զազրելի դրսևորումը, որովհետեւ երեխաները նախ չեն կարող ամբողջովին հասկանալ ու ըմբռնել տեղի ունեցող process-ները, բացի այդ երեխաները բնականաբար նույնիսկ ամենավերջին տգետին է հայտնի, որ չեն կարող պատասխանատվություն կրել իրենց արարքների համար։ Օրերս այսպես կոչված քաղաքացիական օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը գնացել էր ապարան։
Զզվելի էր տեսնել, թե ինչպիսի քծնանքի էր նա արժանացել որոշ անձանց կողմից։ Կրկնակի զզվելի էր, երբ ուսուցչի գլխավորությամբ աշակերտներին բերել էին Նիկոլ Փաշինյանին դիմավորելու, եռակի զզվելի էր, որ Նիկոլ Փաշինյանը երեխաների կողքով անցավ ինչպես տրիումֆատոր։ Ընդ որում նույնիսկ երգը, որոնք երգում էին երեխաները, պատահաբար չէր ընտրված։ Դու բարով եկար, կանաչ սարերով եկար, խորխոր ձորերով եկար։ Եվ այսպես ուսուցիչները որոշ, իհարկե, որոշ ուսուցիչները, խոսքս բոլորի մասին չէ, փառք ու պատիվ մեր մանկավարժներին, որոշ ուսուցիչներ իրենց քծնանքում ներառել էին նաև երեխաներին։ Եվ ահա այդ երգով դիմավորում էին Նիկոլ Փաշինյանին։ Նման երգով չեն դիմավորում նույնիսկ հաղթած ղեկավարին, չպետք է դիմավորեն նույնիսկ հաղթած ղեկավարին, այն էլ երեխաների կատարմամբ։ Ուր մնաց մի այնպիսի վարչապետի, որը խորտակել է այդ երեխաների ներողություն ներկալ եւ կասկածի տակ դրել նրանց ապագան։ Հարգելի հետևորդներ, մի բան ակնհայտ է, որ մեղքը միայն Նիկոլ Փաշինյանինը չէ, որ նա վարչապետ է, որ նա շարունակում է մնալ վարչապետ։ Իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը ունենար բարոյական նկարագիր, ապա նա կապիտուլյացիայից նախ չէր հասցնի գործը մինչև կապիտուլյացիա, իսկ պատերազմից հետո անմիջապես պետք է հրաժարական տար։ Մեղքը նաև այն վայ մտավորականներին է, որոնք ինչ արդեն իսկ հասկանալի է, չէ, ինչ ճանապարհով, քծնանքի, ստորաքարչության, բնակալիզության ու նման այլ եղանակներով հասել են ինչ կոչման, ինչ աստիճանի եւ այդ նույն իրենց ստորաքարչությամբ շարունակում են քծնել մի այնպիսի ղեկավարի, որը վաղը աղետ է դառնալու հենց նաև իրենց համար, իրենց ընտանիքների ու իրենց երեխաների համար։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։